Հայաստանի առաջին հանրապետության եռագույնը, առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու աշխատասեղանն ու կոստյումը, Գարեգին Նժդեհի վերարկուն ու 20-րդ դարի առաջին տասնամյակների նշանակալի իրադարձությունների մասին պատմող բազմաթիվ այլ ցուցանմուշներ։ Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրություններից ևս մեկը։ Ինչպես գիտենք, 20-րդ դարի այս առաջին կեսում էր, որ սկսեց առաջին աշխարհամարտը, եւ այս աշխարհամարտում մարտը նաեւ շատ բան կանխորոշեց հայ ժողովրդի համար եւ ընդհանրապես հայ ժողովուրդը մեծ մասնակցություն ունեցավ այս աշխարհամարտին եւ նաեւ դրանով պայմանավորված ունեցավ շատ մեծ կորուստներ, տեղի ունեցավ հայոց ցեղասպանություն այս ընթացքում, բայց նաեւ մեր ժողովուրդը իր մեջ ուժ գտավ, գոյապայքարի դուրս եկավ եւ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ կերտեց իր նոր պետականությունը։ Դավիթ Պողոսյանը կարևորում է հատկապես նոր սերնդին եւ մեր երկրի հյուրերին Հայաստանի պատմության բախտորոշ ժամանակահատվածի ճշգրիտ ներկայացումը։ Կարծում եմ դիտողների, այցելուների համար շատ հետաքրքիր նաև այսպես հաղորդագրություններ ունի ցուցահանդեսը, որովհետև այստեղ իրադարձություններ են, այստեղ նաև ուղղակի մեջբերումներ են ժամանակից, գործիչներից, որոնք թույլ են տալիս նաև հասկանալ այսօրվա շատ իրողություններ։ Թանգարանի ղեկավարը պատահական չի համարում նաև ցուցահանդեսի խորագիրը՝ «Գոյապայքար եւ վերածնունդ Հայաստանի Հանրապետություն»։ Ասում է, այն լավագույնս ներկայացնում է մեր ժողովրդի անցած դժվար, բայց հերոսական ճանապարհը։ Բեկումնային մի ժամանակաշրջան է հասկանալու համար ընդհանրապես մեր նորագույն պատմության դժվարին ուղի անցավ նաև մեր ժողովուրդը եւ ինչպես կարողացավ ընդհանրապես դրանից հետո ոտքի կանգնել, որովհետեւ պետք է ասել, որ եթե այս գոյապայքարում մենք պարտվեինք, կորցնեինք, ընդհանրապես պետականություն չունենայինք, բնականաբար կարող էր նաև տեղ ունենալ շատ ավելի վատթար մի բան, կարող է ընդհանրապես մենք պատմական այս թատերաբեմից անհետանանք, ինչպես մեր հասակակից շատ ժողովուրդներ։ 100-ից ավելի բնօրինակ ցուցանմուշներին, փաստագրական նյութեր, լուսանկարներ, բացառիկ վկայություններ, այցելուները կարող են ծանոթանալ պատմության թանգարանում։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։